Լքել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնը, կոնֆլիկտ որևէ մեկի հետ չի եղել։ Շատ ցավալի է, որովհետև 24-25 տարի դու աշխատում ես ու հիմա պետքա վայել ես։ Արդեն 2 ամիս է դուրս եմ եկել թատրոնից, բայց ոչ ոքի չեմ տեսել ու չեմ էլ գնացել։ Թատրոնը իմ տունն էր։ Իսկապես իմ տունն էր, ես լքել եմ իմ տունը։ Աթոռները մնում են դատարկ մարդկանց հեռանալուց հետո։ Կին, ով միշտ պայքարել է, միշտ, ես 6 տարեկանից պայքարել եմ, հիմա չկարողացա պայքարել։ Դու քեզ հորինում ես ինչ-որ բաներ, ես դե հիմա եմ ասում, որ հորինում ես։ Ողջույն հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, այսօր իմ հյուրը դերասանուհի Սիրանուշ Լեզյանն է։ Սիրանուշի հետ զրուցելու ենք թատրոնի եւ իր անցած ճանապարհի մասին։ Ողջույն Սիրանուշ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Նախ այսօր թատրոնի օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Ձեզ էլ։ Շնորհակալություն։ Այ ինչ կասեք թատրոնի մասին։ Ինչ է ձեզ համար թատրոնն այսօր։ Առհասարակ թատրոնը ինքը հեքիաթ է, հրաշք է, երևակայությունների երևակայությունը։ Շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում եմ բուրըն ստեղծագործական կյանք եւ ամենակարևորը, որ գնահատվեք ձեր արածի դիմաց, որովհետև դա միայն ու միայն արվեստագետին ուժ է տալիս, երբեք իրենք չեն մեծամտանում գնահատված լինելուց, այլ հակառակը ուժ է տալիս։ Ուզում եմ, որ բոլորը ուժով ու եռանդով լցված լինեն, որպեսզի կարողանան միշտ ստեղծագործել։ Դուք Հակոբ Ղազանչյանի օգնությամբ փոքրիկ քառատողով հայտնվում եք Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ մինչեւ օրս Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի եք։ Ինչպես թատրոնը ձեզ ընդունեց, ինչպես դուք ձեզ ընդունեցիք որպես դերասանուհի, երբ չունեիք մասնագիտական կրթություն, բայց տաղանդավոր էիք, ու գիտեմ, որ շատ կարևոր հայտարարություն ունեք անելու։ Հա, մինչեւ 1 ամիս առաջ։ Ես արդեն լքել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն 24, թե 25 տարվա գոլեգաներին ու թատրոնին, որ ինձ երբեք չի նեղացրել, իրականում այո, ուղղակի իմ կյանքում մի այդպիսի շրջան է, որ ես պետք է ընտրություն անեի, գուցե կամ չգիտեմ, այս թեմայով առաջին անգամ եմ խոսում դրա համար, հիմա ու դեռ տաք է, գուցե մտքերից չկարողանամ ճիշտ շարադրել, բայց ես թատրոնից նեղացած չեմ, ընդհանրապես արվեստից նեղացած չեմ հեռացել, որևէ կոնֆլիկտ որևէ մեկի հետ չի եղել։ Ուղղակի այդպես էր պետք, որովհետև իմ կյանքում գուցե կանացի այնպիսի մի տարիք է գալիս, որ ես պետք է ինձ մի փոքր գոնե տրամադրեմ ընտանիքիս ու երեխաներիս, որովհետև ես այս տարիների ընթացքում ճիշտ է կարողացել եմ համատեղել եւ փառք ասել, այդքան ուժ ունեցել եմ, որ կարողանամ ոսկե միջինը ընտրելով իդեալական երկուսն էլ անել եւ ընտանիքը եւ երեխաները եւ իմ սիրած գործով զբաղվել եւ գնահատված լինել, բայց հիմա այլևս պայքարելու եւ ինչ-որ փոքրիկ բաների դիմաց արդարանալու կամ չգիտեմ նման ինչ-որ թեթև կենցաղային ինչ-որ բաներ եւ ընտանիքում եւ արվեստում այլևս ուժ չունեմ։ Իսկ ես այո շատ հեշտ եմ հայտնվել, շատ հեշտ եմ հայտնվել այնպիսի էտապում, որ վերջնական իմ դիմաց այդ արգելքը դրված էր, որ ոչ, այլևս ոչ մի թատերական ինստիտուտ, ես նույնիսկ չգիտեի, ես գնում կանգնում եի շենքի դիմաց ու ասում եմ ոնց են ընդունվում այս շենք, որ ընդհանրապես չգիտեի, գուցե թե իմանայի ինչ քննություն պետք է հանձնել, ես ինքնուրույն կպարապեի, էլի կգնայի դեմ իմ ընտանիքին ու կընդունվեի, բայց ոչ չեղավ։ Դա վերջնական իմ ընտանիքը որոշեց, որ ես չեմ շարունակելու բարձրագույն կրթությունս թատերական ինստիտուտում եւ ընդհանրապես որևէ տեղ, որ ես հնարավոր է վճարովի ընդունվեմ, որովհետեւ այդ ժամանակ արդեն քույրս ու եղբայրս ուսանողներ էին ու ես երրորդ երեխա լինելով ֆինանսապես ուղղակի հնարավոր չէր, դա նոր ինչ որ լույսիկներ կային մեր երկրում այդ ժամանակներ իմ ընտանիքի համար դժվար էր մենք ընտրեցինք բժշկական ուսումնարանի տարբերակը որտեղ ես գոնե 8 միավորով կանցնեմ ուսումնարանում սովորելու այդ հնարավորությունը կունենամ, բայց ես բարձր գնահատականներով ընդունվեցի անվճար եւ արդեն երկրորդ կուրսում ինձ հրավեր եղավ Մանուել Ադամյանի գրքի շնորհանդեսին ներկա լինելու, բոլոր գործերս թողեցի ու գնացի
կամերային տուն, այնտեղ այդ գրքի շնորհանդեսն է, որտեղ ես կարդում եմ փոքրիկ բանաստեղծություն, Աստված իմ ճակատագիրը փոխեց։ Այնտեղ ներկա էր նաև իմ սիրելի Հակոբ Ղազանչյանը, ով պիեսի բեմադրում ուներ, որտեղ այդ բանաստեղծությունը կար։ Ու այդպես ինձ հաջորդ օրը մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Լավրա Սամվելևնա զանգում, ասում դու կգնաս մոտ Հակոբի մոտ։ Ասում հա օքեյ։ Ես բարձրանում եմ խեղճ տատիկիս հետ, որտեղ երեկոյան ուշ ժամ էր, դե մենք մի քիչ ավանդապահ ընտանիք ենք։ Տատիկի հետ գնում եմ, ու տենց տատիկս միջանցքում սպասում է, ես մի 3 ժամ պարոն Ղազանչյանի հետ զրուցում ենք ու պարզվում է, որ ես արդեն իսկ ընդունվել եմ թատրոն մի 3-4 փորձով ու Արմեն Սանթրոսյանի ժողովրդական արտիստ, Արտուր Կարապետյանի, Իշխան Ղարիբյանի, ով է ժամանակ երիտասարդ իրենց Գոհար Կարապետյանի ներկայությամբ ես պետք է փորձեր անեմ, այդ ինձ համար sense մարդիկ ովքեր ում ես sense կուլիսներից եմ տեսել, բեմի անկյունից եմ տեսել, բայց իմ լավ գոլեգաները ինձ sense այսպես ձեռքս բռնած առաջ տարան։ Ու այդտեղից սկսվեց, ես երևի մի 2 ամիս հետո եմ իմացել, որ ես նույնիսկ պետական աշխատող եմ։ Մի օր Իշխան Ղարիբյան ասեց. «Լազյան, մի հատ գնա այնտեղ թուղթ ունես ստորագրելու, գնացել եմ կադրեր, պարզվում է, որ ես պետք է պայմանագիր ստորագրեմ»։ Ինձ համար էլ կարևոր չէր, էլ ինչ ուսումնարան, ինչ բան։ Ու սկսվեց իմ եւ հեքիաթային եւ բարդ ճանապարհը, որովհետեւ միշտ մրցակցության մեջ ես, միշտ ապացուցելու բան ունես։ Հետագայում, երբ որ արդեն ունեի հնարավորություն ընդունվելու ինստիտուտ, պարոն Ղազանչյանը կուրս էր հավաքում, այդ տարի ես ստացա այսօրվա սիմվոլ արտավազդը, որից հետո այլևս կարծում եմ զրույց սկսելու ինչ որ խնդիր չուներ, բայց այո շատ դժվար էր, որովհետև ես անընդհատ ինքնակրթությամբ էի զբաղվում, մրցակցությունը իմ սերնդակիցների հետ բավականին լուրջ էր, բավականին հիմա որ նայենք անուններ չտամ, բայց իսկապես մեր սերունդը ես կարծում եմ, որ այն ամենաուժեղ թատերական եւ իսկապես թող իրենք միշտ աշխատեն ու ապացուցեն, որ անդադ կարողանում են։ Հիմա իմ կյանքում այդ этап եկա, որ ես այսպես մի վարքյանում առանց մտածելու, որովհետեւ եթե ես շատ մտածեի, ելի կշարունակեի իմ պայքարը, բայց ես հիմա ընտրեցի մի փոքր ավելի հանգստանալու этаպը, շատ ցավալի է, որովհետև 24-25 տարի դու աշխատում ես ու հիմա պետք է վայելես ու փոխվում ամեն ինչ։ Հարցս դրա մասին էր, գալուց Արտուր Կարապետյանին տեսակ։ Հիմա ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ձեզ համար շատ ցած մեծություն էին, ձեր ընկերներն ու հարազատներն, որտեղ բոլորը ունեին կրթություն ու իսկապես առաջատարներն են ու շատ ուժեղ սերունդ է իրոք, այդ սերնդի մեջ առանց կրթություն արտավազդ եք ստացել ու շատ լավ դերասանուհի եք, բայց ինչ որ հրաժեշտի ծանր բան կա ու կա որոշում, դա շատ իսկապես դժվար ճանապարհի հետևանք է հոգնելու ապացուցելուց, թե ուղղակի իրոք կանացի եսի ընտրությունը։ Չէ, կանացի եսի ընտրություն, տեսեք, ես իմ ընտանիքում, ամուսնուս ընտանիքում երբեք խնդիր չեմ ունեցել, իրենք միշտ իմ թիկունքին կանգնած են եղել, եւ իմ սկեսուր եւ իմ սկեսրայրը երբեք այդ խնդիրը չեմ ունեցել, իմ երեխաներին պահել են։ Ուղղակի գալիս է մի կետ, երբ որ դու գուցե մեղքի զգացում է, որ ես իմ երեխաներին այդպես իրենք փառք Աստծո մեծացել են սիրելով արվեստը, օրինակ իմ մեծ աղջիկը շատ ծանրատանում եւ մի ժամանակ երբ որ անցյալ տարի կարծեմ ասեցի հոգնել եմ այլևս ինչ որ խնդիր որ լինում ասում Էլենս ասում մամա ես չեմ ուզում որ իմ մամային ասեն տնային տնտեսուհի ու ինքը հիմա երևի թե ինձանից ծանրատանում որ ես գուցե չաշխատեմ կամ չգիտեմ հիմա այնպեսի շարժին անգամ եմ այս մասին խոսում ու շատ դժվար է իսկապես չէ կանացի եսի խնդիր չէր եւ բոլորի համար անակնկալ էր եւ Արտուր Կարապետյանին այո շատ չգիտեմ չէի ուզենա տեսնել իրականում որովհետեւ արդեն 2 ամիս է դուրս եմ եկել թատրոնից բայց ոչ ոքի չեմ տեսել ու չեմ էլ գնացել ու իրենք էլ այդ հարցում
անկեղծ եմ ուզում ասել, ես շատ սիրված եմ եղել թատրոնում մեր մեծերի կողմից, իսկապես սիրված եմ եղել ու դա էլ մի հատ առավելություն էր ինձ, որ դե միշտ մեծերը այդպես ուրիշ այլ կերպ են վերաբերվում, չէ, միշտ այդ հաղթահարելը, ես իրոք այդ խնդիրը չեմ ունեցել, իսկապես չեմ ունեցել եւ Արտուրը Կարապետյան եւ Արտաշեսը Շահվերդյան եւ Արևը Սանթրոսյան, Անահիտ Ղուկասյան, ով ում շնորհիվ նաև ես մնացի թատրոնում, որովհետև իմ կյանքում этап եկավ, որ այդ առաջին մեծ դերը, որ տվեցին ինձ, գլխավոր հերոսուհի էի ու ձայնի խնդիր ունեի, չի կարողանում ձայնս կառավարել եւ այնպես ստացվեց ոչ թե թատրոնից դուրս գալու, այլ դուբլյոր բերելու խնդիր էր առաջացել Տիկին Բուքը ներկայացման ժամանակ, բայց իմ սիրելի խաղընկերները Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ մտել էին պարոն Ղազանչյանի մոտ եւ ասել են, որ չէ ինքը կկարողանա հաղթահարել սա, իսկապես այդ ինձ ես դրա մասին շատ հետո եմ իմացել, այսինքն այդ ժամանակ դեռ մի 2-3 ամիս էր, որ աշխատում էի թատրոնում։ Երբեք չեմ ունեցել իրենց կողմից ինչ-որ նեգատիվ կամ այո դժվար է եղել իմ սերնդակիցների հետ պայքարը, որովհետեւ ես շատ լավ գիտեի թե ինչպես էր բոլորը իմ ընկերներն էին, բայց ես նաև նկատում էի, որ իրենք այդ տարիներին մարդիկ, ովքեր կարմիր դիպլոմով ավարտում էին, եւ չեմ մեղադրում, գալիս են այդ կարմիր դիպլոմով ընդունվում են թատրոն, բայց խաղում էր Սիրանուշը։ Մի փոքր իրենց համար էր դա դժվար, մի փոքր չէ, շատ դժվար ա եղել, բայց քանի որ իմ ընկերներն էին դառնում, հետո հասկանում էին, որ չէ, իսկապես դժվար ա եղել։ Ուղղակի հիմա այդպես ստացվեց։ Ես հիմա ավելի շատ ժամանակ եմ անցկացնում իմ 13 տարեկան, շուտով 13 տարեկանը կլռանա մրիկիս Մարիայիս հետ, ով գուցե ուներ իմ կարիքը, չնայած ինքը շատ ինքնուրույն, շատ կայացած երեխա է, շատ որևէ խնդրեմ չի առաջացնում, բայց ես հիմա ուզում եմ անել այնպիսի գործ արդեն 40 տարեկանում, որ կարողանամ համատեղել եւ ընտանիքս եւ լիարժեք մայր լինել իմ երեխաների համար եւ եթե ստացվի հիմա այդքան էլ չեմ զգում, որովհետեւ դեռ օրինակ Շունչ թատրոնում խաղում եմ այն ներկայացումները, որոնք որ հնարավոր չի այդպես թողնելու գնալ, այսինքն այն ներկայացումները, որոնք խաղում էի, խաղում եմ, բայց նոր աշխատանքներ չեմ վերցնում։ Դա էր պատճառը, որ ես պետական թատրոնից հրաժարվեցի, նաեւ Շունչում դերակատարում ունեի, որից, այսինքն այնպես չի, որ ես լքել եմ մի թատրոնը, մյուսին կողքին լինելու համար չէ, բայց խաղում եմ իմ 3 ներկայացումները Հրազդանի թատրոնում տունը սահմանին, որ շուտով էլի բեմում կլինի, եւ Շունչ թատրոնի Թմկաբերդի առումը ու 25-րդ ժամը ներկայացումը։ Հիմա չեմ գիտակցում դա, ուզում եմ անկեղծանալ ձեզ հետ, որովհետեւ դեռ 3 ներկայացում խաղում եմ, բայց գիտակցումը, որ ասենք մինչև սեպտեմբեր դու կարող ես այլևս որ գալու դատարկություն, ինչպես այլելու այդ դատարկության հետ։ Այդտեղ չգիտեմ։ Այնպես չի, որ ես վերջակետ եմ դրել ամեն ինչին, կրկնօրինակում եմ անում, նկարվում եմ ու գիտեք, երևի Աստված անդադ ինձ կապում է, երբ ես դիմումս գրել եմ, հաջորդ օրը առաջարկ եմ ստացել։ Այսինքն ես ուզում եմ անեմ այդ քայլերը, բայց պապիկը չի ուզում ոնց որ թե չգիտեմ, հիմա դժվար շրջան է ու այս թեմայով օրինակ գոլեգաներս էլ եմ ասում, Արտուրը Կարապետյան ուզում էր ասել, բայց ինչի ու չեն ասում։ Բոլորը մտածում են, որ պետքա վերադառնամ, գուցե չքնի ժամանակ եւ հետո կվերադառնանք։ Ամեն դեպքում դուք ձեր ամուսնուն եք թատրոնում գտել, ստացվում է թատրոնը ձեզ համար ինչ-որ շատ բան է արել իրականում եւ միայն մասնագիտական չի եղել, ընկերական է եղել, ընտանեկան է եղել։ Ինչ էր ձեր ամուսնու հետ հանդիպումը ձեզ համար, այսօր ինչպես է նա տանում ձեր հեռանալը թատրոնից։ Թատրոնը իմ տունն էր։ Իսկապես իմ տունն էր, ես լքել եմ իմ տունը։ Թատրոնը Սամվելի հեռանալուց արդեն երբ որ ինքը պատանի հանդիսատեսը թողեց ու գնաց Պարոնյան, ես արդեն մի փոքր եւ ոչ միայն ես, այն կազմը որ իսկապես չէր պատկերացնում եւ Իշխանի Ղարիբյան թատրոնից հեռանալը եւ Սամվելի, մենք այսպես կարծես մնացինք անտեր։ Նորմալ է,
Հաջորդ սերունդը եկավ լրացրեց իրենց տեղը, անփոխարինելի մարդ չկա։ Հիմա իրենք շատ երջանիկ, շատ ուրախ աշխատում են, հարցը դա չի, ես իրենց հանդեպ ոչինչ չունեմ, բայց աթոռները մնում են դատարկ մարդկանց հեռանալուց հետո։ Որովհետև երբ որ թատրոն ընկերություն է, դա բեմում միանգամից երևում է։ Եվ ես կարծում եմ, որ պատանի հանդիսատեսը տարիներ շարունակ իմ աշխատելու տարիներին աշխատել է շատ հանգիստ, շատ մենք նույնիսկ այլ թատրոնի դերասանների հետ չէինք շփվում, որովհետև ոչ թե դրա կարիքը չունեինք, բոլորը մեր ընկերներն էին, բայց մենք այնքան կայացած էինք իրարով, շատ կայացած էինք, եւ կողքից էլ որ օրինակ խոսում էինք Լիլի Էլբակյան, ասում դուք ախր ոնց ձեր ընկերությունը, իրոք, ու այդ ընկերությունը ոչ թե տեղը չգտավ, այլ երևի մեծանալով այլ բան ես փնտրում, մարդիկ գնացին։ Ես մնացի Չնայած արդեն ունեի ընկերներ այնտեղ նոր սերնդից եկած Վահան Ներմիրակյան, ես արդեն ունեի, ոնց որ թե փոխարինողներ էի գտնում Իշխանին Սամոյին, բայց ամեն դեպքում ես ու մի քանիսը մնացինք մենակ։ Գուցե միայն ես չկարողացա հաղթահարել իրենց բացակայությունը թատրոնում, որովհետև այո, այդ թատրոնում նաև իմ ընտանիքն է այդ պատերը այնքան բան գիտեն իմ մասին, ոչ միայն թատրոնը, նաև մանկապատանեկան կենտրոնը, որովհետև ես այնտեղ եմ սովորել, իմ մանկությունը այնտեղ է անցել։ Հիմա էլ իմ դպրոցը, Սեմը թատերական ստուդիան այնտեղ է։ Ես մի քիչ ոնց որ, բայց չեմ հաղթահարում, բարձրանամ թատրոն դեռ չեմ հաղթահարում։ Սամվելի գնալուց հետո շատ բան փոխվեց։ Չնայած երբեք մենք մեր անձնականը գործնականի հետ չենք խառնել, երբեք, հա կուլիսների արանքում սենց ասում ենք երեխուն է սորովատ անելու, բես ինչ բան է լինում, բայց Սամվելը թատրոնում ինձ որպես կին երբեք չի վերաբերվել եւ իր թատրոնում էլ շունչում էլ երբեք, ես ընդհանրապես դերասանուհի եմ, նույնիսկ այդպիսի տենց հումորիկներ ունենք անելու Կատուն շիկացած տանիքի ներկայացման ժամանակ Անդրանիկ Հակոբյանին ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է իր կնոջ Սիրանուշ Լազյանի հետ այդ սիրո տեսարանը խաղալ։ Ինքը շատ պրոֆեսիոնալ է այդ առումով, բայց ես երևի կին ով միշտ պայքարել է, միշտ ես 6 տարեկանից պայքարել եմ, հիմա չկարողացա պայքարել, իսկապես չկարողացա։ Բաներ եւ առհասարակ կյանքում էլ հիմա չեմ կարողանում պայքարել, ես հիմա ինձ թողել եմ այսպես ինքնահոս։ Այո, որովհետև մարդ ով 6 տարեկանից պայքարում է միշտ իմ ծնողների, իմ ընտանիքի միշտ պայքարել եմ իմին հասնելու համար ու հիմա ուզում եմ պայքարեմ իմ երեխաների առողջության, իմ առողջության եւ իմ ընտանիքի համար։ Իսկ եթե իսկապես ինձ որպես դերասանուհի տեսնում են, գնահատում են, ուրեմն այդ առաջարկները, որը դա չի խանգարելու։ Ես այնպես չի, որ չեմ նկարվելու կամ կրկնօրինակումը չեմ անելու կամ չեմ խաղալու, բայց ինձ համար հիմա դժվար է բեմ բարձրանալը ու այս этаպը չգիտեմ ինչպես կհաղթահարեմ։ Բայց կրթում եք սերունդ ու տպավորությունա, որ այդ սերունդը նայում է պատանի հանդիսատեսին, այսինքն թատրոնին, բայց կոտրված եք։ Այսօր այդ երեխեքին ինչ ունեք ասելու, եթե իրենք ձեզ են նայում։ Դա этаպ է։ Բոլորի կյանքում էլ իրենք էլ դեռահասներ են, որոնք կոտրվում են։ Ես շատ առողջ եմ նայում։ Իմ սեմում մենք ունենք հատուկ եւ սա էլ մշակված ու լուրջ քննարկված թեմա էր, երբ որ ես դպրոցը բացում էի, որտեղ պետք է իրենք նաեւ հոգեբանություն ուսումնասիրեն։ Այն ինչը որ մեր սերունդը մի քիչ դժվար էր հաղթահարում, որտեղ հոգեբանությունն ու հոգեկան հիվանդների առողջությունը խառնում էին իրար, իրենք շատ եսակենտրոն բաներ էլ ունեն իրենց մեջ այս եկող սերունդը, որը որ երևի շատ ավելի լավ է եւ իրանք ուսումնասիրում են հոգեբանություն, իրենք գիտեն ճգնաժամներից ինչպես ազատվեն, այո, ինչպես դուրս գան, իրենք իրենց շատ սիրում են, իրենք իրենց գնահատում են, իրենք իրենց եսը գիտեն։ Չեն նայում միայն պատանի հանդիսատեսի թատրոն, ես սովորեցրել եմ, որ թատրոնը մեծ հասկացողություն է, ուղղակի տարբեր շենքերում են։ Իրենք մեր սերունդը այո ուներ այդ խնդիրը եւ հիմա էլ ունենք այդ խնդիրը մենք մեր թատրոնից դուրս օրինակ ես երբեք չէի մտածում որ այլ թատրոնում կարամ աշխատեմ երբեք
նույնը Սունդուկյանի թատրոնի իմ գոլեգաները դրամատիկի իսկ իրենք ունեն ընտրության հնարավորություն եւ իրենք այո հիմա սովորում են, գիտենք որ պետք է գնան թատերական ինստիտուտ, հետո կփորձեն իրենց, որտեղ լավ կլինի, այնտեղ կգնան։ Մեզ համար դժվար էր հայտնվել պետական թատրոնում եւ մենք որտեղ որ հայտնվում էինք, այնտեղ էլ մնում էինք։ Գուցե դա էր ճիշտը, ես չգիտեմ։ Բայց ինձ անուն չտամ, բայց շատ երիտասարդ եւ շատ լավ ճանաչված ռեժիսոր ինձ ասաց, իսկ ինչու մնացիր։ Դու պետքա փորձեիր քեզ, որովհետեւ դու ունիվերսալ դերասանուհի էիր։ Ես դրա մասին չէի էլ մտածել, որ ես ունիվերսալ դերասանուհի եմ, ես մտածում էի, որ իմ ֆիզիկական այնպեսին է, որ ես պատանի հանդիսատեսի թատրոնին շատ երկար պետք կգամ։ Օրինակ չէի մտածել, որ ես դրամատիկ դերասանուհի եմ, ու ինքը ինձ ասեց դու ճանաչում ես իրեն, ասեց, բայց դու շատ լավը կլինեիր դրամատիկական, երբեք մտքովս չէր անցել։ Դրա համար հիմա ընտրության հնարավորությունը շատ մեծ է։ Հիմա կոմերցիոն թատրոններ կան, որտեղ որ դու կարողանում ես խաղալ քո ուզած դերը։ Հիմա երիտասարդների համար շատ հնարավորությունները մեծ են, բայց ես չգիտեմ այդ ամեն ինչը ուր կտանի պետական թատրոններին։ Ի վերջո դերասանի մասնագիտությունը նաև կառուցելու մասին է, ինչ որ մի տեղում լինելու եւ այդտեղ ինչ որ բան ստեղծելու, ու եթե կանթատ կա հեռանալու միտում, կառուցվելը մի տեսակ փլվում է, իսկ այ ձեր սերունդը շատ ուներ մի տեղում մի բան կառուցելու եւ կառուցում էին։ Եվ դա որքան փոխանցվի, կարծում եմ այնքան լավ է։ Ես հիմա չգիտեմ ճիշտ ու սխալի պատասխանները, անկեղծ չգիտեմ, որովհետև հիմա ժամանակը այնքան է, գուցե պետական թատրոնները ունեն մտածելու շատ բան, որ անեն ներկայացումներ եւ շատ աշխատեն այդ ռեպերտուարային ներկայացումներում, հա, ես օրինակ ժամանակին խաղում էի օրը 4 ներկայացում, նույն ներկայացումը, եւ ես ասում եմ, այսքան հանդիսատես ունեմ ու իրանք չեն, եւ տարիներով էի խաղում այդ ներկայացումը, նույն եռանդով ոնց որ խաղացել էի առաջնախաղը։ Հիմա երիտասարդներին եւ դեռահասներին այնքան արագ է պետք փոխել, ժամանակներն են այդպեսին։ Ուրեմն պետական թատրոնները պետքա բեմադրեն ու անդրադառնան այնպիսի պիեսների ու անեն այնպիսի ներկայացումներ, եւ դա վաու ներկայացումների մասին չի խոսքը։ Ուղղակի պետքա կպնել դեռահասներին, ես դա հասկացա մեր Շունչ թատրոնի 25-րդ ժամը ներկայացման ժամանակ, երբ որ ինքը բեմում ընդամենը աթոռու սեղան է, բայց գործը այնպիսին է, որ դեռահասները ուզում են հետո տեսնեն քեզ ներկայացումից հետո գրկեն քեզ, որովհետեւ դու ինքը իրան տեսնում է։ Հիմա պետական թատրոնները երևի պետք է անդրադառնան նման խաղացանկեր ունենան, որտեղ որ էլի դասականներ, բայց մոտեցումը պետք է փոխվի։ Որովհետեւ այո, այսօր թատերական ինստիտուտի ավարտած ուսանողներ, նույնիսկ կարմիր դիպլոմով ավարտած ուսանողը անընդհատ, չգիտեմ, օրինակ ես ունեմ հիմա այդպիսի ուսանողներ, ովքեր խաղում են այդ ներկայացումը, բայց 3-4 ներկայացումը գնում ես նայում ես, ասում եմ լավ էլի, բայց դու լավ էիր խաղում, քեզ ինչ եղավ։ Ինքն էլ է հոգնում, ժամանակն է այդպեսին։ Ժամանակը շատ արագ է գնում։ Մենք սովորենք, չէ՞, դռելերին արագ նայ, չգիտեմ, ժամանակներն են այդպեսին։ Հիմա գնանք այն լավ ժամանակներ, որտեղ ձեր մանկությունն է եղել։ Ինչ լավ հիշողություններ ունեք մինչև 6 տարեկան կամ դրանից հետո ինչն եք առանձնացրել, քաղցր մասերը կուզեմ պատմեք շատ ձեր մանկության։ Իմ մանկությունը շատ զուգահեռ լավով ու վատով այսպես գնացող գիծ է եղել, բայց ես ահավոր կարոտում եմ իմ տատիկներին ու պապիկներին, շատ եմ կարոտում։ Երևի չէ, հաստատ նաև իմ դաստիարակության մեջ իրենք են, երկու կողմի տատիկ պապիկներս են ինձ դաստիարակել եւ իրենք շատ տարբեր մարդիկ էին, շատ իրենց մտահորիզոնով, իրենց կրթվածությամբ, իրենց ապրելակերպով շատ տարբեր էին, բայց ես այսպես հայտնվել էի կենտրոնում եւ վերցնում էի իրենցից ամենալավը։ Ես շատ չարաճճի չասեմ, տեսեք, շատ փակ, բայց նաեւ շատ ազատ մտահորիզոնով մարդ եմ եղել եւ շատ կապված բնությանը։ Ես հիմա էլ գնում եմ, տես տարին մեկ անգամ Սամվելին խնդրում եմ, որ ինձ տանի այն տունը, որտեղ որ անցել է իմ ամառները։ Դա իմ պապայի տունն է եղել, բայց ոչ հայրական տունը, որովհետև իրենք սկզբից եղել են Շամխորի շրջանի Սալեր գյուղում, հետո նոր կարծեմ Սումգայիթի այդ ժամանակ
Արեգյունի Գյունեի գյուղում հեքիաթային տուն է։ Հեքիաթային։ Ես գիտեմ, ես այդ մարզից։ Ահա որ ես այսինքն փոքրիկ գյուղ է ինքը, բայց այդ իմ տունը, մեր տունը ու շատ եմ ցավում, որ պապիկս իր մահից մի քանի ամիս առաջ իրենք ուղակի տենց վաճառան էին շատ էժան ու եկել էին, գուցե դա է լավը, գուցե ինքը խելացի մարդ էր, ինքը երբեք սխալ որոշում չեր անի, բայց ես հենց գնում եմ, նայում եմ ու ստացվում է այնպես 3 անգամ եղել եմ, 3 անգամ էլ այդ տան մեջ մարդ չի եղել, բայց այդ տունը վաճառված է, մարդ է ապրում այնտեղ։ Դարպասը, չգիտեմ, ցավալի է, որովհետև ես կուզեի ինքը իմը սահմանամերձ գյուղ է եւ շատ վտանգավոր, բայց ես կուզեմ նույն հիշող կուզեի այնտեղ ապրեի։ Գոնե ամառները, ու իմ գնում եմ միշտ իմ երեխեքի ամուսնուս հետ, Սամվելն էլ արդեն այնտեղ հանգստություն է գտնում։ Իսկ մյուս տունը Էջմիածնում էր մամայիս ծնողների տունը, ովքեր 95 թվականին վաճառեցին ու եկան մամայի մոտ, երբ որ արդեն պապան չկար։ Դա էլ Էջմիածինն էլ ինձ համար շատ կարևոր հոգևոր քաղաք է եւ իմ մանկությունը մինչեւ իմ դպրոց գնալ է այնտեղ, որովհետեւ մամաս ես երրորդ երեխան եմ եղել, տատիկս, պապիկս տարել են ինձ, որ մամայի հոգսը թեթևանա, այսպես մեր մեջ տարիքային շատ քիչ է տարբերությունը։ Իմ տատին ու պապին միշտ մեզ տարել են ինձ տարել են պատարագի։ Այդտեղից էլ ձևավորվել է իմ հոգևոր աշխարհը։ Ես հիշում եմ այդ ճանապարհը, ես աչքերս փակ հիմա եկեղեցից կարող եմ գնալ մեր տուն։ Իմ մանկական հիշողությունները, ես միշտ ընկերասեր եմ եղել, խնդիր չեմ ունեցել շփման մեջ, ուղղակի պապայից հետո որոշ ժամանակ երևի իմ կապը պապայի հետ շատ է եղել, բայց շփումը մեր քիչ է եղել, բայց հիմա արդեն 40 տարեկանում ես հասկանում եմ, որ ինձ պետք չէր տանել տատիկ պապիկների մոտ, ինձ պետք էր թողել պապայից ես հուշեր ունենայի, բայց դա երևի այն ժամանակ դժվար է եղել մամային ու հետպես, բայց իմ մանկությունը շատ, ես մեր բակում էլ Զեյթունի մեր բակում պապայիս տանը արդեն շատ ընկերներ եմ ունեցել, շատ հանդեսներ էի կազմակերպում այդ մեր բակում, շատ սիրված երեխա եմ եղել ես, շատ կապրիզնի, բայց շատ կամակոր, բայց շատ սիրված երեխա եմ եղել։ Չէ, ես հիշողություններս ասում եմ եւ լավն են, եւ վատն են, լավից ուղակի կպահեմ այդ մեր երկու այդ տունը, որոնք ցավոք մերը չեն։ Ծանր կորուստը 6 տարեկանում, երբ ձեր հայրը իր կյանքը տվել է հանուն հայրենիքի, այսինքն մեծ հերոսությունը, բայց անձնապես ծանր կորուստ է ձեզ համար։ Այս երկուսի արանքում ոնց եք բաշխվում, ոնց եք տեղավորվում, ինչ եք զգում, երբ երկու գիտակցում միևնույն ժամանակ բախվում են իրար։ Ես շատ երկար ժամանակ հարցազրույցների չէի գնում, որովհետև ես խաբել չեմ սիրում եւ մտածում եմ, որ եթե հարցնեն իմ մանկությունից կամ իմ ծնողներից, ես պետքա ստեմ ու իմ կայացման ճանապարհին, երբ որ ես պետքա իմ PR-ով զբաղվեի, ես չէի անում դա, որովհետև ես պատասխաններ չունեի։ 2007 թվականից հետո, երբ որ ես ունեցա վերջնական պատասխան, որ իմ հայրը չկա, արդեն գիտենք, որ զոհված է, ոչ թե անհայտ կորած, ես հետո նոր գնացի ու խոսեցի այդ թեմայով ու դրանից հետո էլի քիչ եմ այդ թեմային անդրադառնում, դա ցավոտ թեմա է, որովհետև դրա պատասխանները ես չունեմ։ Մի հատ ես դրվագ ասեմ, գուցե այդ ձեր հարցի պատասխանը տամ։ Վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ ես ինձ նվիրած այդ ամեն ինչի ոնց որ էլի վերապրում էի ու կորցրած ինձ այդ ընտանիքներով էի զբաղվում, ես բոլորին ասում եմ, խնդրում եմ, գտեք ձեր դիակներին, որովհետև մի պահ եկավ, երբ որ ես հասկացա, որ պետքա որոնել դիակներ։ Ես դրան շատ լուրջ եմ մոտեցել, ինձանից նեղանում էին, շատ-շատերն էին նեղանում, ասում էին, բայց գուցե գերի է, գուցե անհայտ կորած, ասում եմ, չէ, դե ինքա հանձնեք եւ գտեք ձեր դիակներին։ Ու շատ կոպիտ էի խոսում այդ թեմայով, որովհետև երբ որ դու գիտակցում ես կամ եթե գիտակցում ես, դա շատ կարևոր բան է գիտակցելը։ Դու ուզում ես,
Ես ամեն ինչ կտայի, ես գիտակցում եմ պատերազմը, ես շատ լավ մարսել եմ պատերազմը ու իր հետևանքները, որովհետև դրա միջով չեմ անցել 44 օր, մի տարի, 2 տարի, մենք եւ իմ ընտանիքը ու իմ ընտանիքի նման 78 ընտանիք Արցախյան առաջին պատերազմի գոյամարտից հետո անցել ենք 30 տարի։ Մանկությունը, պատանեկությունը, հետևանքները, գիտեք, աղջիկների համար շատ դժվար է հետո գտնել անձնական կյանք դրա հետևանքից հետո, որովհետև դու չգիտես ինչ հարցի պատասխաններ ես տալ, դու չգիտես քո կողակիցը հայրենասիրության հարցում ինչպիսին է, բայց դու անցել ես 30 տարի անհայտ կորածի պիտակավորմամբ, անհայտ կորածի դուստր պիտակավորմամբ, ոչ հերոս, ոչ գերի, ոչ զոհվածի կին, անհայտ կորած, այսինքն անորոշության մեջ ես դու ապրել։ Դու քեզ այդ ընթացքում ասում ես մանկությունը, պատանեկությունը, դու քեզ հորինում ես ինչ որ բաներ։ Ես դա հիմա եմ ասում, որ հորինում ես։ Դու քեզ տեսարաններ ես երևական, որ ինքը գալու է։ Ու 30 տարի թե 25 2007 չէ, 8 թվականին մեկ էլ այսպես տեսնում ես վիդեո, որ ինքը չկա, ու փչվում է ամեն ինչ։ Դու հորինում ես քեզ երևակայություններ, որտեղ որ դու սպասում ես իր վերադարձին, դու ապրում ես, դու արարում ես, դու ստեղծագործում ես իր համար։ Իմ առաջի բեմերները եղել է, ոյ հեսա պապան կբացի դուռը։ Իմ մաման էլ, իմ մաման մինչև հիմա։ Իմ մաման չի հաշտվում այդ մտքի հետ, ինքը գիտի, որ իր ամուսինը գալու է։ Ու այս պատերազմից հետո այս գերիների փոխանակում եւ այլն ինքը սպասում էր, որ գալու է։ Շատ դժվար է։ Օրինակ դպրոցական տարիներին ես շատ էի նեղվում, որովհետեւ իրանք տենց ինձ հերոսի աղջիկա պես էին վերաբերվում, բայց զուգահեռ գնում էր խղճահարությունը։ Մի կողմից գնում էր, որ ինքը մեր դպրոցի հերոսի Պողոս Լազյանի պապաս էլ ավարտել այդ նույն դպրոցը, որտեղ որ ես ինքը հերոսի աղջիկա, մյուս կողմից էլ ինձանից գրքի փող չէին հավաքում, որտեղ խղճում էին, որովհետև մենք բազմազավակ էինք, ես ատում էի այդ օգնություն ասվածները, մենք գնում էինք ճամբար, ես ուզում էի այնտեղ շատ աշխուժ աղջիկ ինձնով անեի, մեկ էլ հետո հասկանում էի, որ սա վճարովի չեմ եկել, ես անվճար եմ եկել, որովհետև բանա, օգնություն ա եղել այդ ճամբարի գումարը, ահա որ դժվար ա եղել դա հաղթահարել, ես հիմա եմ սրա մասին խոսում, այն ժամանակ գուցե դա, չգիտեմ, օրինակ, Ոյ Աստված մեղք չհամարի, ես հիմա երբ որ հիշում եմ մեր կնունքը, որ ես պետքա մկրտվեմ ու դա ահա որ ես հոգևոր մարդ եմ, ահա որ հրաշալի բան էր, որ ես պետքա մկրտվեի, բայց հիմա երբ որ ես հիշում եմ այդ դրվագը, ես ստրես եմ ապրում։ Ես գիտեմ ով է իմ քավորը, իմ հոգևոր հայրը, այսպես ասած, բայց ես իրեն տեսել եմ 2 անգամ։ Մեռոնից անելու օրը ու այդ կնունքի օրը, իսկ գիտեք ինչպես էին մեզ կնքում այդ ժամանակ, այդ շատ երեխեք, դե 4 մենք էինք, այն ժամանակ շատ երեխաներ էին ունենում, հատկապես ֆիդայինների կանայք, ֆիդայիններ շատ երեխաներ են ունեցել, 6, 7, 8, ուրեմն այսպես այդ անհայտ կորածների երեխաներին կարծեմ գայանե եկեղեցու բակում սենց շարած, հերթով տեր հայրս ես օրհնում էր, մեռոնը կսում էր գնացեք, հիմա ինձ համար դա այդ շարքը, որ ես հիշում եմ նույնիսկ վիդեո ցույց կտամ ձեզ, ինձ համար դա, որովհետև ես չի հասկանում ինչա տեղի ունենում, ես գիտեի, որ պետքա ես մկրտվեմ, պետքա ստանամ որպես քրիստոնյա իմ կոչումը ունենամ, բայց ես այդ ժամանակ փոքր 7 տարեկան կարծեմ, 7 թե 8 տարեկան եմ եղել այդ ժամանակ, բոլորիս կնքում էին, գնում էին, մի կողմից արվում էր լավը, մյուս կողմից ոչ ոք հաշվի չէր առնում այդ երեխայի հոգեբանությունը եւ այդ տրավմաները, որոնք որ ենթարկվում էին հատկապես հերոսների տղա երեխաները։ Բայց ստացվում է, որ ապրել եք
ու հաղթահարել եք, ու շատ սիրուն ընտանիք ունեք, երկու դուստր եք մեծացնում, ինչ եք տալիս այսօր իրանց, ինչի վրա եք շեշտը դնում ավելի շատ դաստիարակության մեջ, ընկերության, ազատության։ Ես երևի իմ ապրած տարիները ինձ սովորեցրել եմ, որ ես պետքա լինեմ ուժեղ, որովհետև ես ապրել եմ նաև շատ ուժեղ ընտանիքում, եւ իմ տատիկներն են շատ ուժեղ եղել եւ իմ մաման է հրաշալի ուժեղ կին եղել, որովհետեւ այն ինչ որ հաղթահարել է ինքը եւ իր նման կանայք դա սարսափելի է։ Ես օրինակ ահավոր ցավին դիմացող տեսակ եմ, դրա համար գուցե հիմա ես կոտրվեցի, միշտ պայքարել եմ ու միշտ դիմացել եմ ու իմ երեխաներին տենց խոսքա չէ, ասում եմ սովորեցնել ապրել առանց քեզ, դա ամենալավ դաստիարակությունն է, որովհետև ես չգիտեմ ինձանից հետո ինչ կլինի, բայց ես ուզում եմ, որ ինձանից հետո իրենք ապրեն շատ ուժեղ։ Այսօր կյանքը պայքարի եւ ուժեղության մասին է, բայց ազնիվ, բարոյական ճանապարհով հասնել այդ ուժեղին։ Ես արել եմ դա։ Ես երբեք չեմ ստել դիմացինին, նույնիսկ իրեն ահավոր ցավեցնելով ես ստել եմ, ես ճիշտն եմ ասել, բայց չեմ խաբել, ես չեմ կարող փոքրիկ ստեր ասել իրենց վեր բարձրացնելու համար, չէ։ Ինձ համար սուտը ահավոր դաժան բան է, ինձ համար պայքարը բարոյական ճանապարհով բարձր այդ սանդղակում է ու նույնն իմ երեխաներին էս վերջերս իմ փոքրիկը կորցրեց իր պարուսույցին եւ դա իրենց համար շատ մեծ տրավմա էր, բայց ես 3 իրեն տարա գերեզման։ Իմ ամուսնուս մաման միշտ նեղվում ասում է երեխուն հոգեբանության տրավմայի ես ենթարկում, իսկ ես ու Սամվելը կարծում ենք, որ այո ինքը պետքա հաղթահարի։ Մենք գնացինք այդ փոքր երեխեքով, մամաներով Տեր հայրը բացատրեց իրենց ինչա կորուստը, որովհետև ինքը պետքա անցնի դրա միջով։ Ոչինչ հավերժ չի ես կյանքում։ Ավելի լավ է գիտակցել մահը եւ կորուստը այդ պահին, քան ապրել 30 տարի սպասումով եւ դու մեծ ընտանիքի տեր ես, կին ես, նոր դա ապրել ու մենակ ապրել, որովհետեւ երբ որ դու ամուսնացած ես ու նոր ես սկսում կայանալ, դու քո ցավերով չես կիսվում։ Օրինակ ես ասում եմ, ես իմ պապայի մահը 3 անգամ եմ վերապրել, իսկ այդ ժամանակ արդեն մեծ էի ու առաջնակս ծնված էր, ես մենակ հաղթահարեցի եւ ոչ միայն ես, մենք 4-ով, մենք մենակ հաղթահարեցինք, ես չգիտեմ ով ոնց հաղթահարեց դա։ Մենակ գնացինք մենք հավայ, այս պապայի դիակներ, կարող է պապայի դիակներ, որովհետեւ այդ սարսափելի բան է, երբ որ դու նայում ես վիդեոն ու ուզում ես հասկանաս քո պապայի դիակն է, թե չէ։ Դրա համար ես իմ երեխաներին հիմա կոփում եմ կյանքի դժվարություններին, դա բոլորիս համար է, մենք պետք է պայքարենք, ուղղակի պետքա պայքարենք բարոյական ձևով եւ ճիշտ ձևով։ Իմ երեխաները այսօր գիտեն սիրել, ամենակարևորը, սիրելու համար պայքարել ու գիտեն ցավոք, գիտեն ինչա կորուստը, որովհետև պատերազմը մեզ իմ մեծ աղջիկը այդ ժամանակ դպրոցում ցանց էր գործում, բայց ինքը գիտեր ինչի համար է դա անում, դա շատ կարևոր բան է։ Լինել մաքուր, ազնիվ մարդ։ Իրենք երկուսն էլ շատ ազնիվ մարդիկ են։ Իրենք երկուսն էլ պայքարում են այս կյանքի դեմ այլ ճանապարհներով։ Մարիան ահավոր կրակի կտոր է, Էլենը ահավոր համեստ մարդ, մեր տանը շատ տարբեր մարդիկ են ապրում, բայց իրենք մեկը մյուսի համար կարողանում են իրար կողքի լինել, իրենք շատ սիրում են մեզ, իրենք շատ սիրում են իրենց պապային,
պաշտպանում են իրենց պապային, նույնիսկ երբեմն ինձ չէ իրենց պապային, որովհետև ես երևի բնազդաբար մեխանիկորեն հասցրել եմ իրենց, ես չեմ ունեցել այդ զգացողությունը, բայց իրենց դաստիարակել եմ այնպես, որ իրենց պապան իրենց ուժն է։ Աստված առաջ թող իրենք առողջ լինեն, ամենակարևոր բանն է, ես Աստծուց ամեն օր իմ երեխաների համար առողջություն եմ խնդրում, մնացածը իրենք կկարողանան հաղթահարել։ Ինձ համար առանձնահատուկ հաղորդում ստացվեց։ Եվ եզակի փաստորեն։ Եվ եզակի շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, իսկ մենք կհանդիպենք